Իսրայելը ավելի ծանր վիճակում է հայտնվել, նա ով հարձակվել է պատերազմում, կարող է զղջալ իր հարձակման համար 500 միլիարդ դոլարի կորուստ է կրել արդեն։ Իսրայելը։ Այո, Իսրայելը նույնպես ուժգին հարվածներ է ամեն օր հասցնում Իրանին։ Օդային պատերազմ է եւ արդեն դարձավ հյուծող պատերազմ։ Օրինակ Հայֆային հարվածում են Լիբանանում մարդիկ զգում են, որ գետինը շարժվում է երկրաշարժի պես։ Օդային պատերազմում դու կարող ես հաղթել միայն թույլ թշնամուն, որը քեզ չի կարող համարժեք վնաս հասցնել։ Եվ այդպիսի կորուստների Միացյալ Նահանգների ժողովուրդը պատրաստ չէ։ Ռուսաստանն ու Չինաստանը չեն կարող հենց այնպես դիտել։ Դրոնները հաճախ մտնում են եւ հարվածում են Իրանին, նաեւ Ադրբեջանից։ Ալիևը այնուամենայնիվ տեսնում է, թե ինչ ավերածություններ են գործում իրանական հրթիռները, մեր սահմանին պատերազմ են, որպեսզի շեղեն ժողովրդի ուշադրությունը չէ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին։ Բարև եկեք։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, Իրան-Իսրայել պատերազմը շարունակվում է։ Մենք ընդամենը 1 շաբաթ առաջ հանդիպեցինք եւ մի քանի ուշագրավ կանխատեսում եմ ուզում մեջ բերել ձեր կողմից արված։ Առաջինը, որ Իրանին առաջիկայում չեն օգնի բացահայտ իր դաշնակիցների, դեմս Ռուսաստանի ու Չինաստանի, եւ երկրորդ, այդ հրամկազմի բարձր էշելոնների ոչնչացումը դեռևս ոչ մի բանի մասին չի խոսում, մի ինքեք էյֆորիայի մեջ։ Այս ինչ կանխատեսումներ է, այս ինչ ինֆորմացիա ունեք։ Գիտեք, պատմությունը լավ բան է առհասարակ, ռազմական պատմության մասնագետը նայում է անալոգներին, տեսնում է, որ սա այսպես չի կարող աշխատել, նաև երբ նայում ենք ընդհանուր 1000-ումի պատճառ կա, օրինակ հրամանատարության հարցը տեսեք, եթե ցամաքային պատերազմ լիներ եւ այդպես հրամանատարության ամբողջությամբ ոչնչացնեին, այնուհետև 1 ժամ հետո կամ կես օր հետո հարձակում սկսեին, համընդհանուր հարձակում սկսեին, այդ ժամանակ հաստատ էֆեկտը զգալի կլիներ, շատ գուցե զգալի լիներ, բայց այս դեպքում մենք գործ ունենք օդային պատերազմի հետ եւ չկան այսպես շարժումներ զորքերի, համագործակցություն զորքերի միջև, որ պետք է կազմակերպես, տաղանդավոր շատ ուժեղ հրամանատարներ են պետք, որոնք պետք է շատ արագ կողմնորոշվեն վայրկյանների ընթացքում եւ այլն, օդային պատերազմ է, որի համար Իրանը բնականաբար ուներ պլաններ արդեն, գրավոր, սեյֆերում դրած պլաններ։ Այս դեպքում հանում է սեյֆից կոսմետիկ փոփոխություններով կամ մի քիչ ավել պակաս փոփոխություններով իրականացնում են։ Մյուս պահն է, որ չէ որ մեծ ռազմական կառույց է իրանական բանակը, Պահապանների կորպուսը, սրանք իրենց կազմում ունեն հազարավոր սպաներ։ Եվ ով ասեց, որ այն սպան, որը գարու է փոխարինել սպանված հրամանատարին, ավելի լավը չի լինելու, քան այդ հրամանատարը։ Եվ օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի փորձը ցույց է տալիս, որ 41 թվականին, երբ պատերազմը սկսվեց, այն գլխավոր հրամանատարների մեծ մասին փոխարինեց Ստալինը։ Շատ քչերը մնացին։ Եկան նորերը, որտեվ ավելի երիտասարդ էին, ավելի էներգիայով լի էին եւ Սիբիրից հետ կանչեց, Աքսորից։ Ոչ միայն, չէ, հենց ուղղակի պարապցապես ավելի ցածր պաշտոններին էին, օրինակ թեկուզ երբ նայենք Բաղրամյանը ինչ պաշտոններ զբաղեցնում հունիսի 22-ին եւ ընդամենը 4 տարի հետո մի ամբողջ
ճակատի հրամանատարեր, մեծ տարբերություն է հասկանում եք։ Այնպես որ սա ուղղակի պետք է իմանալ, իսկ այդ ռոպագանդիստները այդ աղմուկը, որ հանեցին, ոչնչացված է եւ այլն, դա մեծ ազդեցություն է գործում ոչ մասնագետների վրա։ Մասնագետը գիտի, որ դա այս պարագայում Իրանի հետ չի աշխատելու։ Սա է։ Իսկ ինչ վերաբերում է Չինաստանի եւ Ռուսաստանի օգնել չօգնելուն, այո, տեսնում ենք, որ մեծածավալ օգնություն չկա, մյուս կողմից չկան բացահայտ այսպես հայտարարություններ, որ մենք թույլ չենք տա, մենք կաջակցենք Իրանին, ընդհակառակը մենք լսում ենք Ռուսաստանից, որ Ռուսաստանը պատրաստ է լինել միջնորդ, ինչ որտեղ փորձում է Ռուսաստանը զբաղեցնել այսպես, ճիշտ է ասում է, դատապարտում են Իսրայելի գործողությունները, բայց միաժամանակ փորձում է զբաղեցնել այսպես միջանկյալ դեր եւ միջնորդի դեր կատարել, այնինչ եթե այդպիսի դաշնակից լիներ, ինչպիսի մենք հասկանում ենք ավանդաբար, օրինակ ժամանակին, երբ Խորհրդային Միությունը Սիրիայի դաշնակիցներ, Խորհրդային Միությունը Եգիպտոսի դաշնակիցներ, նախկին պատերազմներում Իսրայելի այդ պետությունների դեմ, այն ժամանակ ամբողջությամբ այդ պետությունը Խորհրդային Միությունը անցնում էր իր դաշնակցի կողմը ամեն ինչով եւ զենք ուղարկելով եւ անհրաժեշտության դեպքում ուղարկելով նույնիսկ իր զինվորականներին, օրինակ հոպի անձնակազմերին ուղարկում էր, որովհետեւ ժամանակ չկար, որ հոպը այնտեղ սովորեցնեին եւ այլն եւ այլն։ Այնպես որ հիմա տեսնում ենք, որ սա է վիճակը, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն ու Չինաստանը ինչ որ մի պահից հանկարծ չեն սկսի օգնել։ Ասում են երկու ինքնաթիռ է Չինաստանից եկել Իրան։ Խոսքը 3 ինքնաթիռի մասին էր, բայց 3 ինքնաթիռով շատ բան չես կարող տեղափոխել։ Հիմա տեսեք, եթե նայենք Միացյալ Նահանգները, ուրեմն 800 ինքնաթիռ է թռել Իսրայել ռազմական բեռներով սկսած 23 թվականի հոկտեմբերի 7-ից։ Այ քեզ բան։ Իսկ այս պատերազմի ժամանակ կարծեմ 12 ինքնաթիռ, այսինքն այս 6 օրվա ընթացքում, 6-7 օրվա ընթացքում 12 ինքնաթիռ է, բայց մինչ այդ էլ էին անընդհատ թռնում, պատկերացնում եք։ Սա է, այ դաշնակիցը սա է։ Բացի դրանից, որ անձամբ Միացյալ Նահանգների ուժերն են հենց իրենց անձնակազմերով հոպերի այն սատ հակաբալիստիկ հրթիռների անձնակազմերը ամերիկացիներն են, ոչ թե իսրայելացիները։ Իրենք իրենց զենքով են եկել այնտեղ, մեկ, երկրորդը իրենց նավատորմը, որը կանգնած է արևելյան միջերկրական ծովի արևելյան ուրեմն ջրերում, նույնպես մասնակցում է հետ մղմանը այդ հրթիռների Իրանից, որ կրակում են, եւ մասնակցում են դրան նաեւ ամերիկացի օդաչուները իրենց ինքնաթիռներով, որոնք տեղակայված են տարածաշրջանում։ Այնպես որ անձամբ Միացյալ Նահանգները մասնակցում է Իսրայելի պաշտպանությանը, դեռևս չի անցել հարձակման Իրանի դեմ, բայց պաշտպանությանը մասնակցելը դա նույնպես պատերազմին մասնակցություն է։ ԱՄՆ-ի ներգրավվածությանը հնարավոր թեկուզ հարձակման մեջ կանդրադառնանք, բայց հիմա Ռուսաստան-Չինաստան գլխավոր դաշնակիցները հնարավոր համարում եք ասիկ մի կետից սկսած իրենց ներգրավվածությունը Իրան։ Գիտեք, գուցե այո, ինչ որ մի բան որտեղում նրանք կմտնեն։ Գուցե արդեն իսկ ինչ որ օժանդակություն, աջակցություն կա, տեսեք 2 օր առաջ Պարսից ծոց մտան 2 պարսկական ուրեմն ռազմանավեր եւ այդ ռազմանավերը օժտված են այն արբանյակային իրենց համակարգերի հետ ուրեմն կապով եւ կարող են գուցե տրամադրել իրանցիներին այդ տեղեկությունները, հետախուզական տեղեկությունները, որոնք իրենք ստանում են իրենց արբանյակային ուրեմն ցանցից։ Իդեպ Պարսկաստանի, Իրանի հետախուզական որոշ տեղեկություններ հենց նաև իրանական կապի հետ են։ Այն GPS-ը, որ կա, ամերիկյան արևմտյան այդ համակարգը, ռուսներն էլ իրենց GLONASS ունեն։ Այո։ Չինացիներն էլ ունեն իրենցը, հիմա անունը չեմ հիշում, բայց Պարսկաստանը միացած է հենց այդ համակարգին, այսինքն նա կարող է Իսրայելի վրա իր հարձակումները այդ համակարգով վերահսկել, որտեղ է 24 ժամյա ռեժիմով տեղեկատվություն տան։ Բայց բացի դրանից կան հատուկ ռազմական արբանյակներ, որ գուցե տրամադրեն ինչ-ինչ տեղեկություններ, տեղյակ չենք, չգիտենք,
Բայց այն կետը, երբ Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվեն, օժանդակեն Իրանին թե ոչ, լինելու է այն ժամանակ, երբ հանկարծ Իրանը սկսի այսպես սասանվել, հանկարծ զգան, որ այդ պետությունը կարող է կործանվել, կարող է մասնատվել, կարող է այնտեղ քաղաքացիական պատերազմ սկսել։ Եվ եթե ես լինեի անձամբ Ռուսաստանի կամ Չինաստանի ղեկավարը, ես շատ կանհանգստանայի բնականաբար այդ փաստից, որ մի ահռելի մեծ պետություն, 90 միլիոն բնակչություն ունեցող պետություն կարելի է ոչնչացնել։ Հիմա այս պահին այդ վիճակը չկա Իրանում, ընդհակառակը կարելի է ասել նույնիսկ, որ Իսրայելը ավելի ծանր վիճակում է հայտնվել, այլ եթե հիշում եք, 6 օր առաջ ես ասացի, նա ով հարձակվել է պատերազմում, կարող է զղջալ իր հարձակման համար եւ հիմա տեսնում ենք արդեն Իսրայելում եւ հասարակ մարդիկ եւ որոշ պաշտոնյաներ նույնիսկ բարձրաձայնում են, բայ եթե դուք չէիք իմանում, իրենց իշխանություններին ասում են, եթե դուք չգիտեիք, որ այսպիսի հակահարված ենք ստանալու, ինչու համարձակվեցիք հարվածել Իրանին, ինչու Իրանին ներքաշեցիք մեր դեմ այսպիսի ավերիչ պատերազմի, որովհետեւ Իսրայելը կրել է սարսափելի մեծ կորուստներ, եթե ֆինանսապես միայն նայենք, որոշակի հաշվարկներ կան, որ շուրջ 500 միլիարդ դոլարի կորուստ է կրել արդեն։ Իսրայելը։ Այո, եթե ոչ ավելին, դե ենթակառուցվածքները իրանց որ ոչնչացվել են, շենքերը, քաղաքի կենտրոն, Հայֆայի ուրեմն նավթարդյունաբերական գործարան, ավիաբազաներ, տարբեր ուրեմն կարևոր բորսայի շենքը այսօր հարվածել էին ընդամենը մեկ հրթիռով։ Մեկ հրթիռ արձակել էին եւ Իսրայելի այդ հակահրթիռային այդքան գովերքված համակարգը երկաթյա գմբեթը չէր կարողացել այդ մեկ հրթիռը նույնիսկ խոցել։ Եվ այդ հրթիռը կպավ շատ ստրատեգիական մի վայրի, քաղաքի, որտեղ կատարվում են այն մշակումները բանակի համար նաև ուրեմն այդ կիբերանվտանգության գծով եւ այլն, ահա այդ որտեղ ծրագրավորողներ կան եւ Microsoft-ի նաև շենքներ վնասել եւ այլն։ Այսինքն տեսեք, այստեղ նաև այս կա հաշվարկ, որ Իսրայելը ամեն օր, որ կրակում է իր այդ հակահրթիռները իրանական բալիստիկ հրթիռների դեմ, այդ մեկ օրը նստում է իր վրա 200 միլիոնից մինչև 285 միլիոն դոլար մեկ օրը։ Բացի դրանից այդ հրթիռներն են ավարտվում, այսինքն մեկ հրթիռ որսալու համար, մեկ բալիստիկ հրթիռ որսալու համար կրակում ես ոչ թե մեկ հակահրթիռ ետնի վրայից, այլ 2, 3, 4, 5, որպեսզի այդ մեկ հրթիռը որսաս։ Ամեն մի հրթիռը միլիոնավոր դոլարներ արժի։ Եվ չեն կարողացել որսել, այսօր մեկը չեն կարողացել խոցել նույնիսկ։ Դա էլ ուրիշ բան է նշանակում։ Հիմա եթե նույնիսկ իրենց պաշարը չավարտվի այդ հրթիռների, հակահրթիռների, միևնույն է հակահրթիռները չեն կարողանում խոցել։ Այսինքն Իրանը նաև խփել է հոպի բազմաթիվ կայանքների եւ այսօր ավելի ազատ է գործում Իսրայելի օդում։ Ինչպես եւ տեսնում ենք եւ 3 առավոտվա հարվածները եւ այս մեկ հարվածը։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Այվազյան, տեսեք, Իրանը անցավ հակահարձակման կամ ավելի ճիշտ տերմինը դուք ասեք, ու բավականին սենց լուրջ թիրախների է հարվածում։ Իսրայելից կարծես չկա ձայն Թրամփի որոշմանն է սպասում ամերիկան կներգրավի թե ոչ, ներուժ չունեն։ Ինչ ձայն նկատի ունեք։ Հակահարված։ Չկա, շատ ուժեղել Իսրայելն է, պետք է ասել, խոստովանել, որ ոչ թե թույլ է, այլ չի հարվածում դեռ Իրանին։ Այդ հարվածները, քանի որ սա օդային պայքար է, պատերազմ է, հա,
փոխադարձ հարվածներ չենք տեսնում կամ գուցե մեզ չի հասնում, չգիտեմ։ Իսրայելը նույնպես ուժգին հարվածներ է ամեն օր հասցնում Իրանին։ Պարզապես հիմա պատերազմը ընդունել է արդեն հյուծող պատերազմի, մաշող պատերազմի բնույթ է ընդունել։ Այստեղ պետք է հաշվարկել, թե ով ավելի կդիմանա, եթե մի պահ մոռանանք, որ Միացյալ Նահանգները կարող է մտնել խաղի մեջ, մի պահ մոռանանք, հետո կանդրադառնանք այդ հարցին, իսկ եթե մտնի, ասենք թե չի մտնում։ Հիմա Իսրայել-Իրանը շարունակվում է։ Իրանն էլ է շատ ուժեղ հարվածում, Իսրայելն էլ է շատ ուժեղ հարվածում Իրանի տարբեր ամեն օր օրը 24 ժամ հարվածում է, բայց Իրանի տարածքը շատ մեծ է, բնակչությունը մեծ է եւ նրա արձակած հրթիռներն էլ այն ուժը չունեն, որն ունեն Իրանի արձակած հրթիռները, որոնք շատ ավելի մեծ են, մեծ մարտագլխիկ ունեն, նայած հրթիռը։ Հիմա Իրանը կամաց բացահայտում է իր նորագույն հրթիռները։ Հրթիռներ կան, որ 2 տոննա պայթուցիկ են իրենց հետ տանում եւ այդ արագությամբ, որ այդ 2 տոննան հարվածում է, մի ամբողջ թաղամաս ոչնչացվում է։ Հասկանում եք, հիմա Թել Ավիվի, չգիտեմ, 1/6-ը արդեն 1/5-ը գուցե վնասված ու փլատակների տակ է արդեն։ Փոքր է, էլի։ Հասկանում եք, շատ փոքր է, 28000 քառակուսի կիլոմետր, որի մի մասը դեռ պաղեստինցիներն են, այդ տարածքներին չի խփում բնականաբար Իրանը, իմաստ էլ չունի, որտեղ նա խփում է սովորաբար այն կետերին, որոնք կամ ունեն սիմվոլիկ նշանակություն, կամ ունեն ռազմական նշանակություն։ Եվ պատկերացրեք այդ հարվածից գետինը, օրինակ Հայֆային հարվածում են, Լիբանանում մարդիկ զգում են, որ գետինը շարժվում է երկրաշարժի պես։ 5 պակաս միջուկային զենք է, էլի։ Մոտ 25-30 կիլոմետրի վրա, հասկանում եք, եւ ազդեցությունը Իսրայելի ժողովրդի վրա շատ մեծ է, նրանք փաստորեն 6-7 օր է կյանք չկա Իսրայելում, աշխատանքը կանգ է առած, ամեն ինչը կանգ է առած, քնել չկա հանգիստ, բոլորը ապաստարաններում են, եւ սա եթե շարունակվի եւս մի 10 օր, 15 օր, այստեղ Իրանը հաղթած է դուրս գալու, որքան էլ մեծ հարվածներ ինքն էլ է ստանալու, հասկանում եք։ Տեսեք, այստեղ կա նաև կարևոր մի հարց Իրանի հրթիռների պաշարի հարցը, հեռահար հրթիռների, որովհետև դրանք էլ են սահմանափակ։ Տարբեր հաշվարկներ կային, գնահատում էին այդ հեռահար հրթիռները 2-2.5, առավելագույնը 3000։ Հիմա սկսած այս վերջին կես տարվա ընթացքում Իրանը արդեն իսկ մոտ 500 հրթիռ Իսրայելի վրա արձակել է, հաշվենք 1500, Իսրայելն էլ ասում է մնացել է ընդունենք 1500, Իսրայելն էլ իր հերթին ասում է ես ոչնչացրել եմ բալիստիկ հրթիռների այսինչ կետը, այնինչ կետը, թեև դա վստահելի տեղեկություններ չեն, որովհետև շատ դեպքերում դնում են մուլյաժը, օրինակ ինքնաթիռ է դրված, բայց ինքնաթիռը փչովի մի հատ ռեզինից բան է, դե վերևից հերվից որտեղից է ճոգելու, որ ոչ քո արբանյակն է հասկանալու հաստատ, որ դա մուլյաժ է թե մուլյաժ չի, կամ տանկ է դրված լնելու, ինքնաթիռ է դրված լնելու, հակաօդային ուրեմն հրթիռների կայանք է դրված լինելու, փչած։ Այսօր շատ են օգտագործում նման բաներ եւ ռուսները, եւ ուկրաինացիները, եւ բնականաբար պարսիկները նույնպես։ Ուրեմն, եթե լավ ընդունենք մի 300-400 բալիստիկ հրթիռ Իսրայելն է ոչնչացրել։ Կմնա եւս 1100-1200 հրթիռ։ Եթե օրական, հիմա արդեն 1 հրթիռով խոցում են, եթե օրական 10 հրթիռ նույնիսկ արձակի, պատկերացնում եք ինչքան դեռ կտևի։ Օրական արձակի 30 հրթիռ Իրանը մեկ ամիս կարող է կրակել, իսկ Իսրայելը մեկ ամիս հետո իր ամբողջ ենթակառուցվածքները ոչնչացված են լինելու։ Բայց այնտեղ միջուկային զենք կա, պարոն Այվազյան։ Միջուկային զենքի օգտագործումը այդքան հեշտ բան չէ, ունի իր հետևանքները։ Եթե դու միջուկային զենք ես օգտագործում, քո դեմ էլ կարող են միջուկային զենք օգտագործել։ Հետո ինչ որ Իրանը այս պահին ունի կամ չունի, կարող է ստեղծել այդ միջուկային զենքը, որովհետև տեսեք, նրանք Իսկ գուցե նրանք կտան։ Կամ կտան, այդ էլ մյուս երկու պահ կան, կարող են ստեղծելու մասին ասեմ։ Հիմա իրենք ասում են մենք ոչնչացնում ենք այդ ստեղծման միջոցները եւ ոչնչացնում ենք գիտնականներին։ Կներեք, բայց այդ գիտնականները իրենց գիտելիքը խո միայն իրենց մեջ չեն պարփակել, այսինքն իրենց գիտելիքը արդեն իսկ գրավոր տեսքով էլ, չգիտեմ, այլ
տեսքով էլ պահպանված է ինստիտուցիոնալ հիշողություն կա այնտեղ, ինստիտուտներ կան եւ այլն։ Նրանք կարող են այդ գիտելիքը վերականգնել, այնպես չի, դա մեկ։ Մեծ կասկածներ կան, որ նույնիսկ եթե Միացյալ Նահանգները հարվածի այդ ամենախորը գտնվող օբյեկտին, Ֆորդոյի, ուրեմն Ֆորդո է կոչվում դրա հատակում, որ նույնիսկ այդ դեպքում կհաջողվի ոչնչացնել, թե չէ։ Դա էլ իր հերթին, բայց եթե նույնիսկ ոչնչացնեն, մի օր հիմա չլինի, 10 տարի հետո լինի գաղտնի մի որևէ երկիր, լինի Իրանը, թե որը, մի միջուկային զենք կարող է ստեղծել եւ օգտագործել Իսրայելի դեմ։ Դա մի տարբերակն է, որ պետք է Իսրայելում երկար մտածեն, օգտագործեն զենք, թե չօգտագործեն։ Երկրորդ տարբերակը, որ կարող են տալ Իրանին, ոչ թե ինքը իհարկե չի հայտարարի, որ ինձ տվեցին, ասի, օրինակ Պակիստանը կարող է տալ Իրանին։ Տեսեք, Պակիստանը Հայաստանի թշնամին է իրականում եւ Թուրքիայի եւ բացահայտ Ադրբեջանի կողմնակիցն է, բայց այս հարցում շատ ամուր կերպով Իրանին է աջակցում։ Իր հարցերն ունի նա այնտեղ։ Դե սիոնիստական ռեժիմին դեմ է։ Միայն դա չի, չէ։ Այնտեղ կան տնտեսական լուրջ հարցեր, օրինակ հողերի հարց կա, եթե այնտեղ իսկապես այդ միջուկային Պակիստան շատ քիչ հող ունի, 200 միլիոն բնակչություն ունի։ Եթե այնտեղ վարակվի Իրանի տարածքը ինչ որ բանով իրենց մոտել անցնի, այդ հողերին է անդրադառնալու, վերջ շատ հարցեր կան։ Նաև Պակիստանը վախենալու է, որ հաջորդը ինքն է, որտեղ իսրայելցիք այդպես էլ ասել են, որ հաջորդը Պակիստանն է լինելու։ Ուրեմն եթե Իրանին ոչնչացնում են, իսկ ինչու ինձ չպետք է ոչնչացնեն։ Հետևաբար կարող է մի երկու հատ ռումբ գաղտնի կերպով սահմաննել ունեն փոխանցել Իրանին, Իրանն էլ իր հրթիռների վրա հարմարեցնի, ուղարկի Իսրայել։ Մեկ հատ հրթիռը բավարար է, որ Իսրայելը վերջանում է։ Միջուկային։ Այո, որովհետև տարածքը շատ փոքր է։ Այսքան բան, այսինքն Իսրայելում այդքան որ վախեցնում են, այդպես չէ, որ հասկանում եք, այնպես որ այստեղ հարցեր շատ կան։ Պարոն Այվազյան, ընդհանրապես հետաքրքիր է, սա ինչպիսի պատերազմ է, հա? Ցամաքային սահման չունեն երկրները։ Իրար օթով ռմբակոծում են։ Այո։ Ինչ անում են։ Օթային պատերազմ է եւ արդեն դարձավ հյուծող պատերազմ, այս ուժասպառման պատերազմ այսպես։ Օթային պատերազմը, գիտեք, տեսությունները առաջին անգամ ստեղծվել են Իտալիայում դեռ 1920-ական թվականներին, եթե հիմա չեմ սխալվում, այո, իտալացի տեսաբաններն էին, որ պնդում էին, թե կարելի է միայն օթային հարվածներով պատերազմ շահել։ Եվ դրանից հետո գերմանական, հիտլերական արդեն բանակում շատ մեծ ուշադրություն դարձրեցին օթային պատերազմի վրա, իհարկե խորհրդային միության դեմ դա չէր կարող աշխատել, դարձյալ տարածքի մեծ լինելու պատճառով։ Բայց մինչև այսօր այդ օթային պատերազմը արդյունավետ է եղել միայն այն դեպքերում, երբ քո դիմացինը ուժեղ պետություն չէ։ Պետություն չէ, որը կարող է քեզ հակահարված տալ։ Այ դու օթից խփում ես Լիբանանին, հա, խփում ես կամ Գազան այս ռմբակոծում, ես պատասխան տվող չկա, ոչ հոպ ունեն, ոչ էլ մեծ լուրջ միջոցներ ունեն, որ քեզ հարվածեն։ Բայց ահա Իսրայելը խփում է Իրանին եւ տեսեք ինչպիսի ահավոր հակահարված է ստանում։ Հիմա Իրանը նույնիսկ Իրանից եկել է այսօր առավոտյան էր կարծես նախազգուշացում իսրայելյան ոճով, նրանք են ասում, չէ, ազատեք այս տարածքը, մենք ռմբակոծելու ենք։ Ասել էին Թեհրանը ազատեք եւ այլն, Թեհրանում իհարկե շատ մարդիկ դուրս են եկել, բայց շատ մարդ էլ մնացել է 10-11 միլիոնանոց քաղաք է, կարող է մի քանի միլիոնը դուրս է եկել, բայց մի քանի միլիոնը դեռ այնտեղ է։ Օթային պատերազմում դու կարող ես հաղթել միայն թույլ թշնամուն, որը քեզ չի կարող համարժեք վնաս հասցնել։ Իսկ այս դեպքում Իրանը տեսնում ենք, որ վնասը շատ նույնիսկ կարելի ասել արդեն անհամարժեք է ստացվում այդ տարածքի հաշվին, վնասը անհամարժեք հօգուտ Իրանի է։ Ճիշտ եմ հասկանում, այսինքն Իսրայելի շահերից է բխում, որ առաջ, չգիտեմ, կամ Իրանի հարցեր է լուծել, կամ գնալ բանակցությունների, որովհետև այս տեսակ հյուծող պատերազմը ի վնաս իրեն է։ Մի դեպքում
նրանք մի հույս ունեն, որ Միացյալ Նահանգները պետք է խառնվի։ Ահա, հասանք այստեղ։ Բայց այստեղ էլ մի բան ասեմ, այն նախորդ հարցի Համեցեք։ շարունակությունը ցամաքային ճանապարհով Իրանի դեմ պատերազմ ոչ Իսրայելը կարող է մղել, ոչ էլ Միացյալ Նահանգները։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ահա թե ինչ։ Իհարկե, որովհետև նախ Իսրայելի բանակը փոքր է, հազիվ կարողանում էինք իրեն այդքան ապահովել, այսինքն չի կարող ներխուժել Իրան, առաջ գնալ եւ այլն։ Մեծ արդյունավետ զինված ուժեր կան, փորձառու հրամանատարներով, լավ զինված։ Ոչ էլ Միացյալ Նահանգները կարող է այսօր իրականացնել այնպիսի ռազմագործողություն, ինչպիսին իրականացրեց Իրաքի դեմ 2003 թվականին։ Սեփական զինվորները։ Երբ մտավ, գրավեց Իրաքը, Բաղդադը եւ այլն եւ այլն։ Չի կարող, որովհետեւ չունի այն բանակը, ինչ ուներ 1990 թվականին։ Ոչ բանակի թիվն է նույնը, կտրուկ պակասել է, ոչ նավատորմի թիվն է նույնը, դարձյալ կտրուկ պակասել է, Միացյալ Նահանգների նավատորմի մասին եմ ասում։ Ոչ էլ ժողովուրդն է պատրաստ բնականաբար, նույնիսկ այսօր ամեն այդ հարվածին, օդային հարվածին Իրանին Միացյալ Նահանգներում դեմ են անգամ հանրապետականներից շատ շատերը։ Ուր մնաց թե ժողովրդի մեծ մասը դեմ է բնականաբար, ուրեմն տարբեր խմբեր, որոնք աջակցում էին Թրամփին դեմ են, այդ MAGA կոչված ուրեմն շարժում կար, որ Make America Great Again, այդ Ամերիկայի վրա իզոլյացիոնիստական այդ շարժումը 100%-ով դեմ է, որը Թրամփի կողմն էր, բայց հիմա Թրամփին այդ հարցում դեմ է։ Եվ եթե Թրամփը գնաց այդպիսի արկածախնդրության, իր նախագահական ժամկետներն էլ կարող են ճիշտն ասած շուտ ավարտվել, որովհետև այ հիմա եկանք այդ հարցին, եթե Միացյալ Նահանգները հարձակվի, որովհետև Միացյալ Նահանգները կարող է ահռելի մեծ վնաս պատճառել Իրանին, բայց միաժամանակ կրել այնպիսի կորուստներ, ինչպիսին չի կրել Վիետնամի պատերազմից հետո։ Ինչ տեսքով, ինչպես դա հասկանալ։ Մերձավոր արևելքում կան բազմաթիվ Միացյալ Նահանգների բազաներ, ռազմական բազաներ, որոնք գտնվում են Իրանից շատ ավելի մոտ տարածքում, քան Իսրայելն է։ Ուրեմն Իրաք, Բահրեյն, ամենամեծ բազան Քաթարում է, Սաուդյան Արաբիա, Արաբական Էմիրություններ, Օման, Թուրքիա, Հորդանան։ Խնդրեմ։ Այս բոլոր կետերին, նաև Սիրիա, բոլոր կետերին Իրանը կարող է հարվածել եւ ինքը եւ իր դաշնակիցները, այն շիական խմբավորումները, որոնք զինված խմբավորումներ են, որոնք գործում են Իրաքում, որոնք գործում են Լիբանանում, օրինակ Հեզբոլա, թեև այսօր թուլացած է, բայց միևնույն է կա։ Ուրեմն կան նաև հուսիտները, որոնք նույնպես կարող են հարվածել։ Տարածությունը Իրանից մինչև այդ ամերիկյան բազաները շատ ավելի կարճ է, եւ այստեղ Իրանը կարող է գործադրել ոչ թե իր հեռահար հրթիռները, բնականաբար իմաստ չունի դրանք գործադրելու, այլ կարճ հեռահարություն ունեցող կամ միջին հեռահարություն ունեցող հրթիռները, որոնցից նա ունի 20 անգամ, 30 անգամ, 40 անգամ ավելի շատ, քան հեռահար հրթիռներն են։ Եվ նաև անմիջապես Իրանի հարվածի վտանգի տակ են հայտնվելու Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը, որոնք այնտեղ ներկա են։ Իրանը ունի սուզանավեր, ունի հրթիռներ գերձայնային։ Այսօր մենք տեսել ենք ինչպես Ուկրաինան հարվածեց եւ խորտակեց Ռուսաստանի գլխավոր Սևծովյան նավատորմի գլխավոր ուրեմն հացանավին, հացանավ էր թե չեմ ամ, ինչպես էր կրեյսեր էր կարծեմ, Մոսկվային, հիշում եք,
երկու հրթիռով։ Իրանը այդ հրթիռներից ավելի լավ հրթիռներ ունի եւ կարող է նույն կերպ խոցել թեկուզ մեկ ավիակիր կամ մեկ ուրիշ խոշոր նավ, բայց եթե մեկ ավիակիր խոցի, մեկ ավիակրի վրա կա 5000 նավաստի եւ մնացած ուրեմն անձնակազմ։ Կա 100 լուրջ կորուստ է։ Այո, կա 90 100 ինքնաթիռ։ Այդ ամբողջը գնալու է ջրի հատակը։ Եվ այդպիսի կորուստների Միացյալ Նահանգների ժողովուրդը պատրաստ չէ։ Հասկանում եք, այստեղ դրանից հետո էլի տարբեր բաներ կարող են լինել այդ պատերազմից հետո։ Դրանից հետո կարող է կամ միանգամից դուրս գա Միացյալ Նահանգները պատերազմից, կամ միակ պատասխանը պետք է լինի միջուկային հարվածը պարսիկների։ Բայց հոխորտանքը Թրամփի ինչ բան ունի, էլի։ Հիմք ունի, բիզնեսմենի բլեֆներ են կներեք բարիս համար, թե այտենց շատ լավ պատկերացնում է, որ Իրանը հեշտ կուլ տալ չի լինի։ Պետք է որ պատկերացնեմ, որովհետև շուրջը իմացող մարդիկ կան, իրենք կբացատրեն ինչի ինչոց է։ Միաժամանակ մեծ ճնշման տակ է հրեական լոբինգից, որը նրա Եվանգելիստները հանգիստ չեն տալիս։ Եվ հրեական այդ լոբիստները նրա այդ նախընտրական կամպանիայի քարոզարշավի Առյուծի բաժինն են։ Մեծ մաս պաշարը նրանք են տվել։ Հիմա նա երկու այսպես քարի արանքում է մնացել։ Սկսի պատերազմը շատ ծանր է նստելու իր վրա։ Չսկսի պատերազմը դարձյալ բարդ է լինելու այդ լոբիստներին, հրեական տարբեր խմբերին պատասխան տալու հարցում։ Տեսնենք, ամերիկյան ֆիլմ է հիշեցնում, այն գիտեք, այն ամերիկյան ֆիլմերում սցենարները ինչպես է, որ մինչև վերջի վարկյանը սրվում է, որ հիմա արդեն պետք է պայթի, այնտեղ գրվում է 10, 9, 8, 7, 6, 5, 4, 2-ի կամ 1-ի վրա հանկարծ հասցնում է հերոսը անջատում է ռումբը կամ կտրում է այդ լարը եւ այդ պայթյունը տեղի չունենում։ Հիմա կարծես թե այդպիսի հոգեբանական ճնշում է գնում Իրանի վրա, որ խելոք մնա, թե չէ հարձակվելու եմ եւ այլն, բայց չի բացառվում, որ եւ կհարձակվի։ Եթե հարձակվեց, մեր տարածաշրջանն ամբողջությամբ փոխվելու է։ Եվ պետք է այդ ժամանակ էլ հիշենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը չեն կարող հենց այնպես դիտել, թե ինչպես է ոչնչացում մի ամբողջ պետություն։ Իսկ այստեղ ուժերը անհավասարաչափ են։ Այո, այդ ճանապարհով են ոչնչացում, հենց ռազմական ճանապարհով, միջուկային զենքով եւ այլն, որովհետեւ իրենք անհանգստանալու են իրենց համար։ Բոլոր պետությունները հիմա անհանգստանալու են, որ եթե Իրանին ոչնչացրեցին, հաջորդը ես կարող եմ լինել։ Ուրեմն արի հիմա օգնենք Իրանին, ինչով կարող ենք, թող այնտեղ կռիվը լինի, մեր վրա չգա հասնի այդ պատերազմը վաղը մյուս օրը։ Պարոն Այվազյան, ինչ հնարավոր հետևանքներ կունենա ԱՄՆ-ի ներգրավվածությունը եւ ռեգիոնում այդ տաք ֆազայի ավելի էսկալացումը, հա, օրինակ նույն Սյունիքի վրա կամ Հայաստանի վրա հարձակում սպասել Ադրբեջանից, սրան գումարած Հայաստանի վարչապետը Անկարայում է, լավ, հələ թողնենք էլի ձեր տպավորությունը, որտեվ կամ լավ ասեք, գնաց, ինչի համար գնաց, ինչ սպասել դրանից, դրան պլյուս իրական պատերազմից ինչ հետևանք սպասել ռազմական եւ քաղաքագիտական համատեքստում։ Հայաստանի իշխանությունը, ես բազմիցս եմ ասել, խամաչիկային իշխանություն է, ինքը չի որոշում ուր գնալ, ինչ անել, ինչ ստորագրել, ինչ որոշումներ ընդունել։ Այսպիսի կարևոր հարցերում իրեն ասում են գնա, մի գնա, արի նստի, ստորագրի։ Հիմա ասել են գնա։ Վատն այն է, որ ժողովուրդը տեղյակել չէ, թե ինչ օրակարգով է գնում եւ ինչով է վերադառնալու։ Այսինքն ինքը ունի մանդատ ընդհանրապես թռնելու թշնամու երկիր, թշնամու, որը հենց երեք Էրդողանը հոխորտացել է Ալիևի հետ միասին, որ իրենք ազատագրեցին, այսպես կոչված ճակերտներում մեզ համար իհարկե Արցախը, այսինքն ցեղասպանություն գործեցին Արցախում, որից հետո Էրդողանը խոսել է Խոջալուի ցեղասպանության մասին։ Այս պայմաններում, երբ Հայաստանի ղեկավարը թռնում է Թուրքիա, դա նշանակում է նա ընդունում է Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր տեսակետները Ղարաբաղյան հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին, որ մենք ենք մեղավոր,
որ մենք ենք ցեղասպանություն գործել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, ոչ թե հայկական, որ այդտեղ հայկական եկեղեցիներ չեն եղել, այլ աղվանական եկեղեցիներ են եղել, համաձայնվում են, որ կարող են շարունակել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, համաձայնվում են, որ Բաքվում կարող են լինել հայ գերիները մնալ այդպես անվերջ, ցմահ գուցե, այսինքն դնում է Հայաստանը այս այցով Փաշինյանը դնում է մի գաղութացված երկրի կարգավիճակում ինչ ուզում է ասել, խաղաղության մասին խոսել, այս ասել, այն ասել, այս միայն այս այցով այսպիսի պայմաններում, երբ հենց այսօր էլ առավոտյան Ադրբեջանից կրակել են ներքին հանք գյուղի վրա վնասել են շենքերից մեկը եւ երբ խոսում են Խոջալույի ցեղասպանության մասին եւ հոխորտում են ուրեմն Արցախի գրավմամբ եւ այլն գնալը սխալ է արդեն գնալն է սխալ այլ չեմ ասում թե այնտեղ ինչ կստորագրի ինչ համաձայնության կգա այդ ամեն ինչը հայ ժողովրդի մեծամասնության համար անընդունելի է եւ այս կամ այն կերպ պետք է չեղարկվի վաղ թե ուշ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Լավ, այդ այցի մասով իսկ հնարավոր ռազմական բախումների կամ հարձակման ներխուժման Սյունիք կլինի, Վարդենիսի կողմը կլինի։ Ինչու են այդքան զորավարժություններ անցկացնում ադրբեջանցիները, հատկապես թուրքերի հետ համատեղ։ Դե կներեք, ի հակադարձում այդ ձեր ասացի, շատերն ասում են հատկապես իշխանական ներկայացուցիչները, դե հերիք հայել այդքան պանիկա տարածեք, հենա տենում եք, սթրված են, իզուր ոչ մի հարձակում էլ չի լինի, չի հարձակվի։ Իրենց ասելով սխալ չեն ասել, որտեվ սրանց ասենք իրանց պես ստոժները տալիս են ամեն ինչ, ինչու պետք է հարձակվի։ Իրանի պես դիմադրություն կա, չգիտեմ, այնտեղ կամ այլ երկրների պես դիմադրություն կա։ Գիտեք, ծրագիրը հիմա հետևյալն է Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի, Թուրքիայի եւ գուցե նաեւ մեծ պետություններ ասելով նկատի ունեմ Արևմուտքը եւ Ռուսաստանը, նաեւ Չինաստանը։ Ըստ երևույթին նրանք թուրքերին ասում են մի շտապեք, այն ծրագիրը, որ ասում է 300,000 ադրբեջանցի պետք է մտցնեն Հայաստան, Հայաստանը կգրավեք այդպես խաղաղ ճանապարհով, կգան, կպնդես, նայել կհամաձայնվի, կմտցնեք այդ դրանց, այդ միջանցքն էլ կտաքես այս անվամբ կամ այն անվամբ, կամաց 5, 10, 15 տարում Հայաստանից բան չի մնա։ Ադրբեջանցիները կլցվեն, կբերենք Պակիստանից, Հնդկաստանից, ուйղուրներին կբերենք Չինաստանից եւ այլն։ Ինչ ես անհանգստանում, անպայման չի հենց հիմա դու ռազմական ճանապարհով հարցերդ լուծես, բայց կարող է լինել նաև ռազմական լուծում, հատկապես եթե Իրանը չդիմանա այս հարվածներին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից։ Իսրայելի հարվածներին հաստատ կդիմանա, Միացյալ Նահանգների հարվածի դեպքում էլ ասացի ինչպիսի մեծ պատերազմ արդեն կսկսվի, չասացի միայն որ պատերազմը կտարածվի նաև տարածաշրջանի մյուս պետությունների վրա, որտեղ այդ պետություններին էլ է խփելու, այդ պետությունների օդանավակայաններին էլ է խփելու, որտեղ տեղակայվելու են ամերիկյան օդանավերը, ռազմական օդանավերը։ Միջակատել հենց Ադրբեջանն է, էլի, այսինքն։ Այո, այսօր Իրանում բացահայտ արդեն խոսում են այն մասին, որ դրոնները հաճախ մտնում են եւ հարվածում են Իրանին նաև Ադրբեջանից։ Մտնում են եւ Իրաքից, հնարավոր է Սիրիայից, բայց նաև Ադրբեջանից է այդ խոսակցությունը գնում։ Կա խոսակցություն նաև, որ իսրայելյան ինքնաթիռները արդեն չեն կարողանում նստել իրենց օդանավակայաններում, քանի որ դրանք ռմբակոծված են
Իրանի կողմից եւ վտանգը կա, որ ամեն վարքյան մի հրթիռ կընկնի այդ օթանավակայանում։ Եւ օթանավակայանները գիտեք, այնտեղ որ ռմբակոծում ես միայն այդ թռիչքային գոտու հարցը չէ, որ վնասում ես, այնտեղ կան անգարներ, կա զինամթերք, կա վառելիք, որը վառվում է, եւ այդ ամեն ինչն է ստու ռմբակոծում։ Հիմա այդ ամեն ինչը արդեն իսկ ռմբակոծված է եւ ամեն վարքյան կարող է նորից ռմբակոծվել, փոքր երկիր է։ Խոսակցություն կա, որ օթանավերը Կիպրոսում են, Հունաստանում են, գուցե Թուրքիայում են, Արաբական Էմիրություններում կամ Սաուդյան Արաբիայում են, եւ այս թե որն է դրա ճիշտը, եւ Ադրբեջանում կարող է լինել։ Թե որն է ճիշտը, որն է սխալը, ընթացքում կպարզվի, բայց օրինակ որ Ադրբեջանից դրոններ են մտնում Իրան եւ հատկապես Թավրիզի շրջանը այդպես է ավելի շատ ռմբակոծությունների ենթարկվում, դա փաստ է արդեն։ Տեսեք, միջապատ առաջ այսքան ինֆորմացիա չունեինք։ Դուք ասացիք, որ Իրանը կջախջախի, հա, կոչնչացնի Ադրբեջանը, չի թողնի այնտեղից։ Չէ, եթե ասեցի, եթե այնտեղից հարվածում, եթե չէ, Սյունիք ներխուժի եւ այլն։ Սա նաև նշեցիք, որ շանս է Հայաստանի համար։ Հիմա էլ եք նույն կարծիքին։ Հիմա կա տեղեկատվություն, բայց Իրանը չի շտապում, թեկուզ կսմիթներ կամ Ալիևի գանգին մի հատ տա, էլի, ասի մի հատ հանգիսը թրվի։ Որովհետև իր ամբողջ ուժով պատրաստվում է պատերազմի Միացյալ Նահանգների դեմ։ Հետևաբար կանտեսի։ Չի կարող անտեսել ամբողջությամբ, բայց հիմա չի ուզում հարվածել, որովհետև Ադրբեջանին հարվածը միաժամանակ խաղի մեջ է մտցնելու Թուրքիային։ Իսկ Թուրքիան իր ամբողջ զինված ուժերով եւ այլն նույնպես կռվելու է Իրանի դեմ։ Չէ, հենց իրենք սահման ունեն, իհարկե, իրենք էլ սահման ունեն։ Այնպես որ այդ պահը դեռ գուցե հասունանալու է։ Ես կարծում եմ Ալիևը այնուամենայնիվ տեսնում է, թե ինչ ավերածություններ են գործում իրանական հրթիռները եւ լավ է հասկանում, որ իր տարածքը շատ ավելի մոտ է եւ այնտեղ շատ ավելի հեշտ է հարվածելը, ոչ մի հոբ չի աշխատում այդ հրթիռների դեմ, հատկապես այդ ավելի կարճ տարածություն ունեցող հրթիռները նույնպես շատ բարդ է խոցել, այնպես որ նա շատ երկար պիտի նույնպես ինքը խորհի արժի հիմա հարվածել Հայաստանին, մտնել Սյունիք, ել չեմ ասում Իրանի հյուսիսային տարածք։ Սպասում են, բոլորը սպասում են տեսնեն ինչպիսի ընթացք ունենա։ Մի կարևոր հարցի էլ անդրադառնամ, տեսեք։ Իրանը Ալիևի վախը բռնել է պաստորեն։ Իսրայելի հարվածները սկզբնական փուլում առաջին օրերին հարվածների գուցե 50%-ից ավելին ոչ թե ինքնաթիռներից էին, որոնք Իսրայելից բարձրանում ու խփում էին Իրանին, այլ Իրանում այսպես ցրված կազմակերպված այն բջիջներից, դիվերսանտների, որ Մոսադը եւ բնականաբար նաեւ ամերիկյան, բրիտանական հետախուզությունների հետ կազմակերպել էր։ Օրինակ ձերբակալվել են 150 աղվանցիներ, ովքեր աշխատել են, ովքեր տեղում այդ բջիջները ունեին զենք, ունեին պայթուցիկ, ունեին նույնիսկ այն հակատանկային Skype միջոցները, Skype չէր, մոտավոր այդպիսի անուն էր, այն միջոցները, որով մեր դեմ էր Ադրբեջանը կռվում, նույնիսկ ապրիլյանին արդեն կար այդ զենքը, այսինքն դրանցով հարվածում էին կետային հարվածները։ Մերճերի հետ է։ Չէ, բան է, ATS է, կամիկաձե ATS է։ Հա, հասկացա։ Անունը մոտավորապես Skype է, բայց հենց Skype չէ, նման է, հիմա այս պահին Spike, այո։ Spike հրթիռներով մեր տանկերն են շատ խոցել եւ նաեւ հենց հիշենք, որ իսրայելցիներ են հենց խոցել նաեւ մեր տանկերը, ոչ միայն ադրբեջանցիներ, այլև իսրայելցի մասնագետներ կրակել են մեզ վրա։ Սա ուղղակի նրանց համար եմ ասում, ովքեր երբեմն ասում են, եկեք Իսրայելի կողմը անցնենք, Իսրայելն է հաղթում։ Որոշ այդպիսի չակերտավոր վերլուծաբաններ են հայտնվել, հենց այնպես չեն հայտնվում, դրանք իհարկե հասկանալի։ Որ փրեք կտեսնեք դրամաշնորհը որտեղից է պարոն։ Այո, ապրեք, հենց ամբողջ խնդիրը դա է։ Հիմա իսկ այս պահին
այդ բջիջների մի մասը արդեն չեզոքացված է, ձերբակալված է, ոչնչացված է, իդեպ շատ արագ պատժում է։ Ֆանտաստիկ աշխատում են, էլի այդ։ Դե այդպես է, պատերազմը որ սկսում է, մեկը մյուսին բացելով, պատերազմի ժամանակ արդեն որ սկսում ես աշխատել, ժողովուրդն էլ է միանում, հեշտությամբ են բացահայտում այդքան բեռնատարներ, այդքան ԱԹՍ-ներով, պարտացիկներով։ Գուցե արդեն մեծ մասը դրանց բացահայտված են եւ դրանք էլ չեն կարող այդ վնասը հասցնել։ Մնում է միայն օդուժը։ Իսրայելի մոտ իհարկե հրթիռներ էլ ունի, բայց դրանք շատ քիչ են։ Ու հիմնական վնասն է հասցրեցին այդ ներսի։ Այո, 50%-ից ավելին եւ այն կետային սպանությունները եւ օթանավերի վրա, օթանավակայանների վրա, այդ հոպերի վրա եւ այլն հարվածները դրանք հասցրեցին ավելի մեծ վնաս հասցրեցին, քան ինքնաթիռները, որոնք թռան հասան մինչեւ Իրան։ Ավարտում ենք, երբ այդ պատմական կամ ճակատագրական որոշումը կկայացնի ԱՄՆ-ն։ Աշխարհը կարծես դրան է սպասում։ Թրամփը իր սովորության համաձայն հայտարարել է, որ 2 շաբաթվա ընթացքում, ինքը այդ 2 շաբաթը շատ է սիրում, շատ դեպքերում է ասել, այսօր ես նայում էի CNN-ներ, որներ ցույց են տալիս, թե քանի անգամ է ասել, այսինչ որոշումը կընդունեմ 2 շաբաթվա ընթացքում, այսինչ այս մյուս որոշումը կընդունեմ 2 տարբեր որոշումներ, տնտեսական հարցեր են, այս հարցերն են, հարց։ Հիմա այսպես մի բան է ասել, դե 2 շաբաթվա ընթացումը կարող է նշանակել է 2 ժամ հետո, դա էլ է 2 շաբաթվա մեջ ընկնում։ Չգիտենք, տարբեր տվյալներ կան, կընդունի թե չի ընդունի։ Այսօր Իրանի արտգործնախարարը հանդիպում է Եվրոպայում Միացյալ Թագավորության, Ֆրանսիա եւ Գերմանիա արտգործնախարարների հետ։ Գուցե այնտեղ մի ինչ-որ այսպես մի փող զիջումային մի տարբերակ գտնվի, որը հիմք լինի եւ Իսրայելն էլ իր դեմքը փրկելով դուրս գա պատերազմից, որտեղ Իրանը հայտարարել է, ասել է Իսրայելը որ դադարեցնի իր ռմբակոծությունները, ես էլ կդադարացնեմ։ Հիմա տեսնենք, եթե իսկ միջուկայինի մասով բանակցություններ սկսեն։ Դե բանակցությունները հենց միջուկայինի մասով է այնտեղ խնդիրը, մի խնդիր կա այնտեղ։ Ուրանի հարստացման այդ աստիճանը, ինչ աստիճանի կարող են հարստացնել ուրանը։ Վերջին բանակցությունները, որ վարում էին ամերիկացիների հետ, իրանցիները համաձայնվել էին, որ կարծեմ 3-6 կարող ենք այսքանը, որը որևէ կերպ չի կարող ռազմական նշանակություն ունենալ։ Բայց քանի որ Իսրայելին պետք էր պատերազմ, կամ գուցե Ամերիկային էր պետք, կամ գուցե գլոբալիստներին էր պետք այդպիսի մի մեծ պատերազմ, պատերազմը սկսվեց։ Հենց բանակցությունների ընթացքում սկսվեց, հասկանում եք, որը նույնպես շատ նենգ բան է եւ սա շատ պարզ ագրեսիա է։ Միջազգային իրավունքով բնորոշվում է որպես ագրեսիա, նմանատիպ գործողություն է։ Եվ հիմա տեսնենք Միացյալ Նահանգները Թրամփը այդ որոշումը կկայացնի, թե ոչ։ Այս պահին ձեր վերլուծությամբ ժամանակը ի վնաս Իսրայելի է աշխատում, որովհետև անհամեմատ է առնվազն տարածքների եւ ներուժի եւ բնակչության եւ տարածքի, պատկերացրեք Թեհրանում ռումբ է պայթում, բայց այդ տարածքը մեծ է, այնտեղ 100 կիլոմետր այն կողմի վրա քաղաքը հանգիստ կարող է ապրել, գյուղերը, քաղաքները հանգիստ կարող են ապրել։ Իրանում, Իսրայելում այդպես չէ, այնտեղ ռումբը պայթում է, ամբողջ քաղաքը պիտի անհանգստանա, որ իր գլխին կարող է պայթել։ Իսկ մենք անհանգստանալու կարիք ունենք, պարոն Այվազյան, թե ոչ։ Այս իշխանությունին ասվել է դրսից, իրենց տերերն ասել են, որ նստեք ու ոչինչ մի արեք, մենք ձեզ կասենք ձեր իրերը հավաքեք, կհավաքեք, ոչ, դիմադրության մասին մի մտածեք։ Սա է այսօրվա իշխանությունը, ժողովուրդն էլ ցավոք սրտի կազմակերպված չէ, ընդդիմությունն էլ նույնպես տեսնում ենք 7 տարի է արդեն զբաղված է միայն քննադատելով, սուր խոսքեր ասելով։ Աշխարհի ամենահարուստ հային են կալանավորել։ Կարճ ձեր կարծիքը։ Շեղում, ես այդ մասին գրել եմ, շեղող գործողություն է, միայն թե շեղեն մեր ուշադրությունը ամենակարևոր անվտանգության խնդիրներից։ Այս պատերազմն է սկսվել, անցյալ անգամ էլ ասեցի, մեզանից ընդամենը 200 քանի կիլոմետր այն կողմ ռումբեր են պայթում։ Մեղրից, Թավրիզ տարածությունը 200 կիլոմետր է մոտավորապես։ Ինչի մասին է խոսքը։ Մեր սահմանին էլ են ռումբեր պայթում, ջուղային իրանական հոպի համակարգին էին խփել, թե ռադիոլոկացիոն կայանքին էին խփել։ Ասում մեր սահմանին պատերազմ է։
որպեսի շեղեն ժողովրդի ուշադրությունը թույլ չտան, որ ժողովուրդը կենտրոնանա, ասի, բա մենք ինչ ենք անում, եկեք մենք էլ պատրաստվենք, որ հանկարծ մեզ վրա չհարցակվեն գիշերով եւ մենք չիմանանք ինչ անենք, որպեսի դանեն կաթողիկոսի դեմ արշավ է, հայոց եկեղեցու դեմ արշավ է, հիմա էլ Սամվել Կարապետյանի դեմ արշավ է, շատ գեղեցիկ այսպես ընթանում է։ Հիմնական նպատակը շեղելն է, իհարկե կան ուրիշ նպատակներ էլ, Սամվել Կարապետյանի վրա այդ հարձակումներով դարձյալ պատրվակներ են մատուցում եւ այս քաոսային վիճակը երկրում ստեղծելով, պետական համակարգի մեջ նաեւ ստեղծելով քաոսային վիճակ, տեսեք, ազգային անվտանգության ծառայության պետին հանեցին։ Սա արդեն քաոսային ինչ որ խնդիր է այս պայմաններում, այս մարդը ասում է ես այսպես համաձայն չեմ անել, մյուսին են բերում, ցնցումներ են առաջացնում։ Պատրվակներ են ստեղծում նաև դրսի համար, Արևմուտքի, Ռուսաստանի համար, որ վաղը եթե Ադրբեջանը հարձակվի, այնտեղից էլ սրանք ասեն, դուք մեր քաղաքացուն էիք ձերբակալել, մենք էլ ձեզ չօգնեցինք, կամ ում դիմեինք, նորեն պետը փոխվել էր, այս նոր պետի հետ կապ չունենք, չգիտեմ, Միացյալ Նահանգներն էլ մի բան կհորինի, Ռուսաստանն էլ մի բան կհորինի, կասեն այնտեղ կասեն մենք սրանով ենք զբաղված, մենք նրանով փոխանակ ամբողջ իր արտաքին գործողությունների, ուրեմն գործերի գերատեսչությունը, պաշտպանության գերատեսչությունը զբաղված լինեն միակ ամենակարևոր հարցով Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունը հնարավորինս ամուր պաշտպանելու խնդրով։ Շնորհակալություն ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ Հարցազրույցի եւ հետաքրքիր մեկնաբանությունների ու վերլուծության համար։ Սա Live Armenia YouTube-յան ալիքն էր, այսօր մեր հյուրը ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Շարմեն Այվազյանն էր։ Շնորհակալություն հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։